1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեկնարկը թե ազգային պետականության վերականգնման, թե ինքնուրույն բանակի ստեղծման համար։ 22-ամյա հայոց բանակն իր կայացման ճանապարհին անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլեր։ Առաջինը ֆիդայական կամավորական ուժերն էին, որոնք մինչ պաշտոնական բանակի ստեղծումը պայքարում էին Արցախի անվտանգության եւ ազատության համար։ Երկրորդ փուլի սկիզբը կարելի է համարել 1990 թվականի սեպտեմբերի 20-ը, երբ կազմավորվեց ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը։ Այն դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը։ Այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը եւ կոչ արեց անդամագրվել նորաստեղծ հայոց բանակին։ Երրորդ փուլը մեկնարկեց Պաշտպանության կոմիտեի ստեղծմամբ 1991-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ։ 1991 թվականին անցկացվեց առաջին զորակոչը։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց բանակի ստեղծումը։ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Հայկական բանակի առաջին լուրջ նվաճումը Շուշիի եւ Լաչինի ազատագրումն էր։ Այնուհետև ադրբեջանական զինված ուժերը տարբեր ուղղություններով խորացան Արցախյան հողի մեջ եւ մոտեցան մայրաքաղաք Ստեփանակերտին։ Ռմբակոծվում էին նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։ Բեկումնային էր 1993-ի ամառը։ Մեր զինված ուժերը մեկը մյուսի հետևից գրավեցին ադրբեջանական այն հենակետերը, որտեղից ռմբակոծվում էր Արցախի մայրաքաղաքը։ 1994-ի մայիսին Ադրբեջանը ստիպված եղավ հրադադար կնքել, այլևս չդիմանալով հայկական կանոնավոր բանակի ռազմական հաջողություններին։ Վերջին տարիներին Ադրբեջանը ներքին սպառման համար հաճախ է խախտում զինադադարը, որի արդյունքում հայկական բանակը գրանցում է զոհեր եւ վիրավորներ։ Բանակի կերպարի վրա որոշ թվեր նետեց զինված ուժերի ներգրավումը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններում Ռոբերտ Քոչարյանի հրամանով։ Անհանգստացնող են նաեւ խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերը։ Ամեն տարի հունվարի 28-ին Եռաբլուրի բարձունքում գլուխ խոնարհելով զինված ազատամարտիկների շիրիմների առաջ երկրի առաջին դեմքերը մեծ հպարտությամբ հայտարարում են. «Մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում եւ ամենակայացած կառույցը երկրում»։